Успех построен на любви. Лебо Голд. Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, кетч, кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Он черный, он горячий, он настоящий, он любимый, любимый Лебо, мой кофе. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, համացանցով մեզ հետևող մարդիկ, այսօր մեզ սպասվում է բավականին ինֆորմատիվ եւ տեղեկություններով լի հաղորդում, քանի որ մենք այցելել ենք բժիշկներ Գևորգ Գրիգորյանին եւ Անի Երեմյանին։ Տեսնենք, թե ինչպիսի բացահայտումներ կունենանք հաղորդման ընթացքում եւ ի վերջո ինչպես կսնվենք։ Բարև ձեզ բժիշկ ջան, կարելի է։ Համեցեք։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Ինչպես է տրամադրությունը։ Փառք Աստծո, չեմ բողոքում։ Ահա։ Կիրակնորյա աշխատանքային գրաֆիկ ունենալով, Կիրակնորյա աշխատանքային գրաֆիկ, Այո։ Կիրակի օրերը նույնպես աշխատում եք։ դե այն գործերը, որոնք որ չենք հասցնում անենք շաբաթվա ընթացքում, անում ենք Կիրակի օրերը, շաբաթ օրերը։ Ինչպես է սկսվում բժիշկների առավոտը, պացիենտների զանգերով։ Ոչ միշտ, բայց լինում են, այդպիսի դեպքեր են լինում։ Երկու բժիշկ նույն ընտանիքում, մեկը տղամարդկանց գծով մասնագետ, մյուսը կանանց գծով մասնագետ։ Ինչպես ստացվեց դա ընդհանրապես ձեր հանդիպումը որտեղ է տեղի ունեցել։ Կարծում եմ դա կանխորոշված էր, հանդիպումը տեղի է ունեցել այն հասարակական կազմակերպությունում, որտեղ որ ես այդ թվերին նախագահ էի, Անին եկել էր որպես կամավոր, եւ այդպես ստացվեց։ Այդպես հանդիպեցինք։ Տիեզերքը տենց էր որոշել։ Հավատում եք այդպիսի բաների, նախախնամություններին, չէ՞։ Չէ։ Բայց սեփական փորձով Մենք կարող եք ասում ենք փաստել։ հավատում, անկեղծ ասած, բայց սեփական փորձով կարող ենք փաստել, որ այլ ճանապարհ մեր առջև չմնաց, որտեղ մենք արդեն 9-րդ տարին է, չէ՞։ Այս տարի 9-րդ երջանիկ տարին է, որ իրար հետ ենք, որի ընթացքում բազմաթիվ անգամ կռվե, բարիշե, էլի կռվե, էլի բարիշե, Շատ նորմալ պրոցես։ այսինքն, հա, տենց շատ երկար ժամանակով կռվել եւ այլն, բայց արի ուտես, որ ստացվեց այնպես, որ ամուսնացանք։ Ես իհարկե մի փոքրիկ վերնագիր կարծես թե հնչեցրի, թե դուք ինչ մասնագետներ եք, բայց կխնդրեմ, որ դուք ինքներդ ներկայացնեք ավելի նեղ ուղղվածությամբ։ Ես իմ առաջին մասնագիտությունն է, բժշկական մասնագիտությունը, դա բժիշկ-ուրոլոգն եմ։ Ես տղամարդու առողջության մասնագետ եմ, բայց ուրոլոգիան մենակ տղամարդկանցով չի սահմանափակվում, էլի։ Կանանց միզային համակարգն էլ է մեր, այսպես ասած, հոգացության ներքո։ Երկրորդ մասնագիտությունս իմ առողջապահության կազմակերպիչ է եւ ես բիզնես վարչարարության մագիստրոս եմ։ Կինոս թող ինքը արդեն ասի։ Ես մասնագիտությամբ մանկաբարձ գինեկոլոգ եմ, հիմա ավելի շատ նեղ մասնագիտացում ունեմ որպես էսթետիկ գինեկոլոգ։ Հիմնականում զբաղվում եմ դրանով, ինչպես նաեւ զբաղվում եմ կազմակերպչական աշխատանքով, MedMeet առողջապահական ամենամեծ էքսպոյի տնօրենն եմ։ Ինքն էլ է բիզնես վարչարարության մագիստրոսի դեր, համեստությունը անում չի ասում։ Առողջապահության կազմակերպիչ, ինչ ասել է դա, ինչ է իրենից ենթադրում այդ ամենը։ Ահա որ բան է։ Դե խնդրում եմ ահավոր կերպով ներկայացնել։ Եթե բժիշկը օրինակ հոգ է տանում կոնկրետ այս պացիենտի երկրորդ, երրորդ պացիենտի համար, անձերի
համարեհոգ տանում, առողջապահության կազմակերպիչը համակարգի եւ ամբողջ բնակչության համարեհոգ տանում, այսինքն առողջապահության կազմակերպչի աշխատանքը ոչ թե կոնկրետ մեկ պացիենտի այդ շփումն է, մեկ պացիենտի բուժումն է, այլ համակարգերի ներդրումն է, որոնք որ բարելավելու են պացիենտների առողջությունը, որոնք որ կանխելու են հիվանդացության ցուցանիշների ավելացումը, մահացության ցուցանիշների ավելացումը, այսինքն դա ավելի կիսաքաղաքական գործառույթներ ենթադրող բան է եւ կարող է նույնիսկ տեսածել լինեք, որ շատ հաճախ լինում է, որ օրինակ պետական համակարգի վարած ինչ որ այս կամ այն ծրագրի հետ մենք համաձայն չլինելով, մենք մասնագիտական մեր կարծիքն ենք, դիրքորոշումն ենք հայտնում, որովհետև առողջապահության կազմակերպիչի գործառույթը ինքը բալանսավորելն է, ասենք, բուժաշխատողների համակարգը, պացիենտների համակարգը, այդ ամեն ինչը կառավարելու եւ ղեկավարելու համակարգը, այսինքն դա բալանս պետք է լինի, երբ որ մի կողմը ասենց սկսում է գերակշռել, խաթարվում է ամբողջ առողջապահության համակարգը, ինքը շատ բարդ ու անդուր բան է։ Մենք այս պահին գտնվում ենք ձեր գրասենյակային տարածքում, ոչ թե տանը, ինչով է դա պայմանավորված եւ այս գրասենյակը ինչ նպատակ է հետապնդում։ Տանը չեք գտնվում, որովհետև մենք տանը չենք, գրասենյակում ենք Կիրակի օրով եւ տանը վերանորոգում է։ Գրասենյակը զբաղվում է շատ տարբեր բաներով, հիմնականում սա կնոջս գրասենյակն է, ինձ ստեղ հատկացրել են մի քանի քառակուսի մետր, որպեսզի ես իմ համեստ գործունեությունը կարողանամ իրականացնեմ։ Դա այդպես է անի, ճիշտ է ասում Գևորգը, այո։ Ինչ մեղքս տակցնեմ, այո։ Այստեղ մի քանի կազմակերպությունով են գործունեություն ծավալում, դա երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան հասարակական կազմակերպությունն է, որը արդեն 13 տարի է գոյություն ունի եւ իր լայն գործունեությունը առողջապահության ոլորտում ծավալում եւ իհարկե, ինչպես ասացի, մեր Medmeet առողջապահական էքսպոն եւ մենք առօրյա ռեժիմով այստեղ ամեն օր չունենք, այսպես ասած, աշխատանքային ժամեր, հա, դա նշանակում է 24/7 անընդհատ աշխատել ծրագրերի վրա, որովհետև կանգ չենք առնում։ Երկու ուղղությամբ էլ ասոցիացիան որպես գիտական հատված, իսկ Medmeet-ը որպես եւ ցուցահանդեսային եւ գիտական հատվածներ զուգահեռաբար աշխատում ենք։ Բժշկական թեմաներին այսօր վստահաբար դեռ շատ ենք անդրադառնալու, հիմա խոսենք այս պահի մասին։ Ինչ եք մեզ համար պատրաստելու, բարեկամներ։ Անկեղծ ասած, երբ զանգահարեցիք ու ասեցիք, որ քաղցած գալիս ենք, ես որպես տղամարդ, ով որ մսակեր է, ով որ գտնում է, որ առանց մսի հնարավոր չի կշտանալ, ես որոշեցի ձեզ համար պատրաստել խաշլամա, բայց բժշկի խաշլամա իմ բժշկի մեքենայով գնալու ենք բժշկի խաշլամայի համար մթերք գնելու։ Իմ բաղադրատոմսով ենք սարքելու այդ խաշլաման, պատրաստելու խաշլաման, որի հետ, որ ես ինչպես ասում եմ եւ ինչպես փորձը ցույց է տալիս դա այդպես է, որքան էլ որ ալկոհոլ օգտագործի մարդը, իրեն բան չի ասի։ Այսինքն դա յուրահատուկ բժշկական խաշլամա է։ Մենք կփորձենք այսօր։ Իսկ հիմա ժամանակն է գնումներ կատարելու։ Ես առաջարկում եմ դադարեցնենք նկարահանումը եւ տեղափոխվենք արդեն ձեր բակի հատված։ Սիրով։ Շնորհակալություն։ Բժշկի խաշլամա, բժշկի Ինչ ասա, չէիր ասել, որ տենց ես ասել։ բժշկի օղի, որը ոչ մի ազդեցություն չի թողում, դա ինչ է։ Բժշկի օղի չէ, որ ոչ մի ազդեցություն չի թողում։ Այդ խաշլամայի հետ օղի ինչքան էլ խմես, ազդեցություն Իսկ բժշկական սպիրտ 96%։ Չի կարելի, որտեվ լորձաթաղանթները կվառի։ Հասկացա։ Այդ միֆ է, որ ասում են բժիշկները սպիրտ են խմում։ Դա իրականում միֆ է նաև, որ ասում են բժիշկները մինչև չխմեն չեն վիրահատում, միֆ է նաև, երբ որ ասում են, որ բժիշկները չոր կոպիտ բռի ժողովուրդ են, չէ, պրոստը բժիշկները քրոնիկ ստրեսի մեջ ապրող մասնագետներ են, ովքեր որ կարող է ինչ որ պահի մի պահ սենց Էմոցիոնալ պորտվում Այո, էմոցիոնալ փախնի սենց տեղից, էլի։ Գնանք բժիշկ ջան, թե բժիշկներ ջան։ Սիրով, կգաս։ Հրավիրում եք։ Գնացինք։ Տեղափոխվենք մեքենայի մեջ մեր նկարահանումը շարունակելու, որովհետև ինչպես հասկանում եմ, ձեր մեքենայով են գնալու, այո։ Այո։ Դե մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն մեքենայի մեջ, բարեկամներ։ Շնորհակալություն։ Շատ ջենտլմեն։ Բրավո։ Փորձում եմ։ Բրավո, հրաշալի է։ Բայց վստահ եմ, որ սա պարբերական բնույթ է կրում։ Փորձում եմ։ Շատ բարի։ Մենք ուղևորվում ենք արդեն եւ ընթացքում հասկացանք, որ Անին նույնպես ունի մեքենա, բայց ուղևորվեցինք ձեր մեքենայով, Գևորգ։ Ինչով է դա պայմանավորված։ Դուք
վստահում եք Անին որպես վարորդ։ Տոքսիկ մասկուլինությամբ, պատրիարխատով եւ կնոջ իրավունքների ներողություն խնդրում ոտնահարմամբ։ հայրենի համար սեղմել մեկ եւ հիմա մի փոքր ավելի դանդաղ եւ ընթեռնելի։ Լավ։ Թունավոր տղամարդկայնության, կնոջ իրավունքների ոտնահարման եւ ինչ, ինչ մոդայի հայրիշխանություն ասեցիք։ Հայրիշխանության դրանցով է պայմանավորված, այո, բայց իրականում ուղղակի հարմար էր իմ մեքենայով, որտեղ իմ մեքենան մի փոքր ավելի մեծ է։ Դա էլ է հայրիշխանության նշան։ Հիմա ֆեմինիստները կսկսեն ինձ քարկոծել եւ նետահարել։ Վստահաբար նույնիսկ չի քննարկվում, բայց հարց ունեմ Անին։ Անի այն ամենը ինչը այս պահին Գևորգը ներկայացնում էր, այդպես է թե մի փոքր իհարկե դերասանական տաղանդը ի հայտ եկավ։ Վայ, դուք իջեք պատկերացնի իր տաղանդը։ Ես միշտ ասում եմ, բեմը շատ մեծ բան է գործել, արտիստ է, որովհետև Գևորգը այնպես է կարում ներկայացնի սիտուացիաները, որ մեր կյանքի հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չունի, ոչ չկա նման բան։ Գևորգը ինչպես տեսակ շատ կնամեծար, ընդհանրապես իր ներկայացրած ձևով չէ, ուղղակի հաճախ մենք այդ թեմայով շատ ենք խոսում, որ հիմա շատ ֆեմինիստական, այսպես ասած, թեմաներ շատ բարձր աղաղակվում են, բայց դրա կարիքը ընդհանրապես չկա։ Ես միշտ ասում եմ, այո, այդ հարցը չի քննարկվում։ Կին այո, պետք է կրթություն ստանա, պետք է մեքենա վարի, պետք է ընտրելու իրավունք ունենա եւ պետք չի դրա մասին աղաղակել։ Դա նորմա է։ Դա պետք չի առանձնացնել ու ասել, եկեք անում ենք։ Այդպես էլ պետք է լինի, պետք է աշխատի, պետք է ամեն ինչ անի, ինչ որ կարողանում անել իր մտավոր եւ ֆիզիկական ուժի սահմաններում։ Գևորգը նաև նշում էր, որ 9 տարիների ընթացքում բուրըն վեճեր են տեղի ունեցել։ Ինձ հետաքրքրում է, որոնք էին ձեր վեճերի թեմաները լինում, շատ անձնականի մասին չի խոսքը իհարկե։ Հասկանում եմ, տեսեք, մարդիկ երբ որ նոր են սկսում իրար հետ հանդիպել, առավելևս հասուն մարդիկ, որովհետև մենք սկսել ենք արդեն բավականին մեծ տարիքում էինք, բոլոր ունես դու կյանքի եւ տարբեր հարցերի նկատմամբ քո դիրքորոշումը եւ որպեսզի կարողանաս գտնել այդ իդեալական վիճակը, հոգեկան առողջության իդեալական վիճակը, որ միասին շատ ներդաշնակ ես, պետք է այդ ճանապարհը անցնես, հնարավոր չի առանց այդ ճանապարհը անցնելու։ Շատերը դա անցնում են միջև ամուսնանալը, շատերը անցնում են ամուսնանալուց հետո, բայց ես վստահ եմ, որ յուրաքանչյուր զույգ այդ ճանապարհը անցնում է ու շատ լավ է, որ դա անցնեն միջև ամուսնանալը, որովհետեւ այս վերջին 4 տարին, երբ մենք արդեն ընտանիք ենք, ես նույնիսկ մեկ վեճ չեմ կարող հիշատակել, որտեղ նման բան չի եղել, որովհետև այդ ճանապարհը մենք շատ լավ անցել ենք այն նախորդ տարիներին։ Գովելի է ուղղակի, իսկ այժմ հաղորդման այս հատվածում մենք մշտապես այս հարցը տալիս ենք մեր հյուրերին եւ դուք բացառություն չեք։ Բարեկամներ, ինչը կփոխեիք Հայաստանում, որպեսզի մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավը դառնար։ Հարցը երկուսիդ է ուղղված։ Իշխանությունը։ Շատ լավ։ Կարծում եմ այլևս ծավալվելու կարիք չկա։ Այո։ Ասացիք այն ամենը, ինչը մտածում եք, իսկ դուք անի։ Ես կարող եմ համաձայն լինել ուղղակի հիմա Գևորգի հետ ու այլի ավել ոչինչ չասել։ Բժշկության ոլորտում խնդիրների եք բախվում եւ դա է ձեզ ցանկություն առաջացնում ձեզ մոտ փոխելու իշխանությունը, թե այլ տողատակեր կան։ Ցավալին այն է, որ բժշկության ոլորտում մենք բացարձակապես խնդիրների չենք բախվում, որտեղ յուրաքանչյուրս իր ոլորտում կայացած մասնագետ է եւ կայացած մասնագետի համար խնդիր ստեղծելը իշխանությունների կողմից դա մի փոքր, այսպես ասեմ, նոնսենս է, որտեղ յուրաքանչյուր պացիենտ վստահում է իր բժշկին։ Մենք խնդիրների ենք բախվում ավելի շատ Հայաստանի Հանրապետության դիրքավորման հետ, կրավորական կեցվածքի հետ, արտասահմանում մեզ որպես ազգ ընկալման հետ, այն նման բաների հետ ենք մենք խնդիրների բախվում եւ տեսնելով, որ վարվող այսպես ասած ուղղությունը, տարվող ուղղությունը, վարվող քաղաքականությունը մեր կարծիքով եւ ոչ միայն մեր կարծիքով ծայրահեղ սխալ ուղղությամբ է գնում, մենք գտնում ենք, որ թիմը, կառավարող թիմը պետք է փոխվի անկախ նրանից, թե ինչ են խոսում, ինչ են խոստանում, ում են խոստանում եւ այլն, որովհետեւ խնդիրները, որոնք որ ծավալվում են ու ծառանում են մեր պետության գլխին, բավականին լուրջ արձագանք եւ անդրադարձ են ունենալու թե առողջապահության ոլորտի վրա, թե մնացած ոլորտների վրա, այսինքն չքաղաքականացնելով դա, չլինելով ոչ ես ոչ կինս որևէ քաղաքական կուսակցության անդամ, մենք տեսնում ենք, որ կառավարման մոդելը, կառավարման տիպը, կառավարման ուղղությունը սխալ է, հիմնված է ստի վրա, չի իրականացվում այն ինչ որ պետք է իրականացվեր, նույնիսկ խոստացվել էր եւ մենք չենք սիրում ավելի շատ տենց
դեմագոգիայով զբաղվել։ Բժշկությունը մի ոլորտ է, որտեղ որ եթե դու մի բան ասում ես, պետք է այդպես էլ անես։ Չես կարող խոստանաս, որ կվիրահատես ու չվիրահատես։ Հասկանում եք, երբ որ դա ավելի մեծ մասշտաբներ է ընդունում, այսինքն խոստանում են վիրահատել ու չեն վիրահատում, բայց պետական մասշտաբով։ Բնական է կառավարող թիմի նկատմամբ պրետենզիաներ են իհայտ գալիս, էլի։ Շնորհակալություն մանրակրկիտ եւ ծավալուն պատասխանի համար։ Մեր հաջորդ հանդիպումը լինելու է խանութի դիմաց։ Հասանք Գևորգի մանկության բակ։ Մենք գտնվում ենք Հալաբյան փողոցի վրա այս պահին եւ դուք նախապես զանգեցիք մսավաճառին եւ ասացիք, որ ձեզ միս է անհրաժեշտ։ Մշտապես այս խանութից եք մսի գնումները կատարում։ Այո, որովհետեւ միսը միշտ շատ թարմ է լինում այս խանութում, միշտ շատ որակյալ է լինում եւ այսօր դուք դրանում կհամոզվեք։ Առհասարակ մեր բակում ոնց որ մանկուց են ճանաչում ինձ ու վատ բան չեն էլ տա։ Շատ բարի, գնանք խանութ, այս ընթացքում նաեւ զրուցենք։ Տան հիմնական գնումները ով է կատարում։ Դուք թե անի։ Նայած ինչը։ Ինչն եք հիմնականում դուք անում, որը միայն ձեզ է վստահված։ Ինչը ծանր է։ Քար, ավազ, ցեմենտ, բարաձես։ Այո։ Էսա մեր միսը։ Արդեն նախապես պատրաստված է։ Ուրիշ ինչ է անհրաժեշտ լինելու։ Կարտոֆիլ, պոմիդոր, վարունգ է անհրաժեշտ լինելու, կանաչի է անհրաժեշտ լինելու, միրգ սիրում եք։ Մենք ամեն ինչ սիրում ենք։ Միրգ սիրում եք, դե միրգ եկը վերցնենք, որ հետո դիսերտ անենք։ Շատ լավ։ Սոխ ունենք։ Սոխ ունենք։ Всё, շատ լավ է։ Ով ինչն է սկսելու ընտրել։ Ես երևի, եթե տոպրակ տաս, Մարգար ջան։ Անի չի վստահում, հա ձեզ ամեն դեպքում Գևորգ։ Այն ինչը որ ես եմ պատրաստում, պիտի ես առնեմ, որպեսզի հետագայում պոզ ու պոչ չդնեմ։ Այդպեսի մի հատ հայտնի հոլովակ կա, չգիտեմ, տեսել եք թե չէ, երբ լոլիկ են ընտրում, ամուսինը ցույց է տալիս, կին ասում է ոչ, վատնա դնում է, կինը նույնը վերցնում է, դրա համար հիմա որպեսզի նման իրավիճակում չհայտնվենք, թող ինքնուրույն ընտրի։ Դուք ինչ որ բան պատրաստելու եք այսօր մեզ համար։ Ես։ Այո։ Չէ, ես կլինեմ շեֆ-պովերի օգնականը։ Դա էլ պակաս կարևոր գործ չէ կարծում եմ։ Գևորգ, ձեզ տանք հանգիստ կողմնորոշվելու։ Դա է հայր իշխանության արդյունք, շեֆ-պովերի օգնականը։ Այո, ես ինչպես հասկանում եմ, դուք դրա կողմնակիցն եք։ Ես կողմնակից եմ ճիշտ դերաբաշխման, որ յուրաքանչյուրը իր դերում լինի եւ յուրաքանչյուրը իր պարտականությունը ու իր առաքելությունը իրականացնի։ Իմ կարծիքով չկա նման բան տղամարդու առաջնորդություն, կնոջ առաջնորդություն, գոյություն ունի ընտանիք, որտեղ որ ներդաշնակություն ու համերաշխություն է։ Տանք ձեզ հնարավորություն երկար կողմնորոշվելու, մի պահ դադարեցնենք, հետո հանդիպենք արդեն վճարման փուլում։ Սիրով։ Շնորհակալություն։ Ես մտածում եի, որ դուք շատ բծախնդրորեր ենք մոտենալու ամեն բանի, բայց պարզվեց ոչ, շատ արագ կողմնորոշվեցիք, հստակ գիտեիք ինչ է ձեզ անհրաժեշտ եւ տեսա, որ մենք ունենք մի երևի թե բաց թողում։ Արդյոք չենք ունենալու կծու պղպեղ այս ամենի հետ։ Ինձ կծու չի կարելի, որովհետեւ իմ մոտ գաստրիտ է ոչ վաղ անցյալում ախտորոշվել ու չեն թույլ տալիս։ Ես էլ կծու շատ սիրող մարդ եմ ու երբ որ կծուին հերթը գալիս է կամ ոչ ոք չի ուտում կամ բոլորն են ուտում։ Հայր իշխանության դրսևորում է, սա թե եսասիրության։ Հայր իշխանության։ Հայր իշխանության։ Իսկ բժիշկները ինչ են ասում գաստրիտի հետ կապված։ Ամեն բան լավ է լինելու։ Հույս են տվել։ Հույս են տվել։ Շատ բարի։ Իմ քենին գաստրոենտերոլոգ է եւ հույս է տվել։ Կան մարդիկ ձեր շրջապատում, ովքեր բժիշկ չեն։ Այո, մենք շատ ընկերներ ունենք IT ոլորտից, արվեստի ոլորտից, դերասաններից, երաժիշտներից, այլ որտեղ ենք բիզնեսի ոլորտից շատ ընկերներ ունենք, քաղաքական ոլորտից շատ ընկերներ։ Մի խոսքով մենք սովորական մահկանացուներ ենք, ովքեր որ շփվում են բոլոր այն մարդկանց հետ, ով իրենց հաճելի է եւ չենք տարանջատում ինչ որ մեկը բժիշկ է, ինչ որ մեկը բժիշկ չի, այտենց ըստ դրա չենք ոնց որ ասած դասակարգում մարդկանց։ Գևորգ, մեր գնումների ընդհանուր հանրագումարը կազմում է 18000 ուզում էի ասել, բայց պարզվեց որ գինը փոխվում է։ Ահա, կազմում է 19220 դրամ եւ առաջարկում եմ մենք վճարենք։ Ինչու՞։ Որովհետեւ եթե մի բանը ես առնում եմ, ես էլ վճարում եմ։ Դա սկզբունքային հարց է, օրինակ ես չեմ թույլ տալիս, որ իմ մեքենան ինչ-որ մեկը վառելիք լցնի, ես չեմ թույլ տալիս, որ իմ առևտուրի տեղը ինչ-որ մեկը վճարի։ Մյուս անգամ մենք շատ հյուրասեր ենք իրականում։ Մենք կհյուրընկալ ենք, կգանք ձեր մոտ հյուր, դուք կվճարեք։ Բարեր, որոնք մշտապես լսում ենք, բայց երբեք իրականություն չեն դառնում։ Շնորհակալություն եկել։ Երբեք։ Ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, լավ մնացեք։
Մեր հաջորդ հանդիպումը լինելու է արդեն ձեր խոհանոցում, բարեկամներ։ Մեզ ելակ նվիրեցին։ Ելակ նվիրեցին, շնորհակալություն բարեկամ նվերների համար։ Լավ մնացեք, հաջողություն։ Այս դնենք Ասե ելակ էլ առնենք, անկեղծ ուզում ասե ելակ է առնենք, այդ ասի լավ։ Դե մտքերը իրականանալու հատկություն ունեն մի իհարկե։ հատ մտի պիվա արարի, էլի։ Ինչքան լիտր։ Կես լիտր առնես հերիքա։ Գարեջրով ենք պատրաստելու։ Հարգելի բժիշկներ, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաեւ մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Իհարկե։ Դե, խնդրեմ հնչեցրեք։ Ընտրյալ հատիկ, համի գախնիկ, Մառանիկ։ Բրավո, խոսքեր չունեմ, սիրով նվիրում ենք։ Մեծ հաճույքով կօգտագործենք։ Վստահ եմ, որ ձեր լարված առօրյայում դուք սուրճը շատ օգտագործում եք եւ սիրում եք։ Այո։ Ուրեմն սիրով ներկայացնեմ Լեբո սուրճի աղացած տեսականին, որը մշակվում եւ աղացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Հատիկավոր էսպրեսո սուրճի սիրահարները գնելիս ոչ միայն հաճելիորեն կզարմանան բավականին մատչելի գնով, այլ նաեւ համային եւ որակական բարձր հատկանիշներով։ Տորաբիկա ընկերությունն առաջարկում է 3-1-ում քրիմիլատե սուրճը, որն առանձնանում է քիմքին հաճելի նրբահամությամբ եւ անկրկնելի համով։ Կոֆիջոյ թխվածքաբլիթը իր արտադրման տեխնոլոգիայի եւ հատուկ բաղադրիչների շնորհիվ ունի անկրկնելի բույր եւ համ։ Լեբո սուրճ 3 աշխարհամասերից։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալություն։ Թխվածքաբլիթն է։ Դե վայելեք որքան կարող եք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա մայոնեզն ունի ընդգծված նուրբ համ, ուստի այն կարելի է օգտագործել տարբեր աղցաններ պատրաստելիս։ Ցանկացած աղցան սլաբադա մայոնեզով կդառնա նուրբ եւ համեղ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր։ Տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալություն։ Իդեպ Սլաբադայի ես շատ սիրում եմ սմիտաննի մայոնեզը, ինքը ֆանտաստիկ լավ բան է, մեր տանը միշտ կա։ Դե մենք չէինք էլ կասկածում, որ դուք լավագույնն եք ընտրում։ Հասանք խոհանոց, Հիպոկրատի երթվյալները խոհանոցում են, նրանց առջև դրված են բոլոր այն բաղադրիչները, որոնք օգտագործելու են։ Խնդրեմ ներկայացրեք, ինչ է անհրաժեշտ ձեր ուտեստը պատրաստելու համար։ Լավ խաշլամա պատրաստելու համար անհրաժեշտ է լավ միս առաջին հերթին։ Ես միշտ սիրում եմ, չնայած կինս դրա սիրահարը չի, որ հենց եմ պատրաստում, որ ինքն է պետք է ուտի, չեմ դնում մեջը, բայց ես միշտ սիրում եմ ոսկրածուծով ոսկոր լինի, որովհետև այդպես խաշլամի ջուրը շատ համով է ստացվում։ Իսկ ես շատ մեծ սիրահար եմ խաշլամի ջրի։ Սոխ, որը որ ես չեմ կտրատում մեջը, լոլիկ, կարտոֆիլ, մի փոքր կարակ, բնականաբար սև կարմիր պղպեղ, աղ եւ կանաչի։ Շատ լավ, ձեզ հետ ամեն բան պարզ է, հասկանանք Անին ինչ է պատրաստելու եւ ինչ բաղադրիչներից է օգտվելու նա։ Մենք պատրաստելու ենք ամառային աղցան, օգտագործելու ենք սոխ, լոլիկ, վարունգ եւ իհարկե կանաչին անպակաս։ Շատ լավ, ձեզ մաղթում եմ։ Ինչպես նաեւ ձեթ, մոռացանք ձեթը։ Հրաշալի է։ Օրինակ ես շատ սիրում եմ ձեթով, գիտեք, այդ բավը ասում ես մենակ հայերը կհասկանան, որ սալաթի տակի ջուրը թաթախում Այո, հացում։ անպայման, դա Այդ ձեթը մեծ դեր է։ շատ կարևոր արարողություն է։ Սկսենք։ Միաժամանակ եւ խոսենք եւ զրուցենք։ Ինձ ամենաշատը հետաքրքրում է դուք միսը ինչպես եք կտրատելու, որովհետեւ դուք ասացիք, որ ավելի շատ վիրահատություններով եք զբաղվում եւ վստահ եմ, որ մսի կտրատման հատուկ տեխնիկա կունենաք։ Միանշանակ միսը առաջին հերթին համեմելու եմ, հետո խառնեմ, հետո նոր կտրատեմ։ Ոնց որ ասում են շատ տարբեր խոհարարական շոուներում աղը շատ չի լինում, մասնավորապես խաշլամայի պարագայում։ Ես ինքս անալի ուտող մարդ եմ, ես երբեք ճաշին աղ չեմ ավելացնում, բայց իմ կինը մոտավորապես հասկացել է ինչքան աղ պետք է օրինակ իմ առօրյա սննդակարգի մեջ ես օգտագործեմ, որպեսզի
չավելացնեմ ու համեղել լինի։ Հասկանալի է։ Գեորգ, մի փոքր խոսենք բժշկության մասին, ինչպես ասացի, դա այսօր անխուսափելի է լինելու։ Ես հիշում եմ, որ իմ ծնողներից սերնդակիցները հատկապես դիմում էին բժշկի այն ժամանակ, երբ դանակը հասնում էր ոսկորին, ինչպես ասում են։ Հիմա փոխվել է արդյոք, մարդիկ սկսել են հետազոտվել, որովհետև այդպես անհրաժեշտ է պրոֆիլակտիկայի համար, թե ամեն դեպքում կա այդ դանակը ոսկորին հասնելու պահը։ Կստեմ, որ ասեմ, բացարձակապես չի փոխվել, բայց բնակչության մեծամասնությունը միևնույնն է գալիս է այն ժամանակ, երբ որ ձեր ասած դանակը հասնում է ոսկորին, իսկ դա բարդացնում է համ իրենց իրավիճակը, համ բժշկի բուժման այդ ամբողջ ճանապարհն ու process-ը, որովհետև բնականաբար ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել, եւ բնականաբար ավելի հեշտ է շուտ բուժել, քան ուշ բուժել, որովհետեւ մասնավորապես քաղցկեղի պարագայում պացիենտները դիմում են այն ժամանակ, երբ որ արդեն իսկ շատ ուշ ստադիա է լինում եւ դրանով էլ պայմանավորված է մեր երկրում քաղցկեղային մահացության եւ քաղցկեղային հիվանդացության բարձր ցուցանիշները։ Ես կարծում եմ, որ դրա վրա դեռ ահագին աշխատելու բան ունենք։ Լիահույս եմ, որ ներդրված ապահովագրական համակարգը մասնակի գոնե կլուծի այդ հարցը, բայց անկեղծ ասեմ, մեծ հույսեր որպես այդպեսին չեմ կապում։ Ընդհանրապես սերը բժշկության հանդեպ ինչպես արթնացավ ձեզ մոտ։ Անկեղծ ասեմ, իմ երկու տատիկները եւ մի պապիկը եւս բժիշկ են եղել, իմ ավագ եղբայրը եւս բժիշկ է եւ իմ ավագ եղբոր կերպարն էր ինձ ոգեշնչել, որ ես բժշկական համալսարան ընդունվեմ, բայց արի ուտես, որ իմ ավագ եղբայրը, որ ասում են վրաչատ բոգը ռուսերեն, ինքը այդպիսի բժիշկ է։ Ինձ մոտ այդպիսի բժիշկ դառնալը չստացվեց, ինչպես տեսնում եք։ Բայց կյանքը դեռ առջևում է, ինչու՞ եք այդպես միանգամից փակում դռները։ Այս եմ ասում։ Ես չեմ կարող ասել ապագայում ինչ կլինի, կդառնամ ես այդպիսի բժիշկ, թե չեմ կարողանա դառնալ ես այդպիսի բժիշկ, բայց այն որ դեռևս չեմ կարողացել կամ ինձ այդպես դեռևս չեմ տեսնում, դա փաստ է։ Որ ոլորտում է նա բժշկության։ Ռադիոլոգիայի ոլորտում է նա բժշկություն իրականացնում, ինքը համակարգչային շերտագրման, մագնիսառեզոնանսային շերտագրման եւ ռենտգենի մասնագետ է։ Հասկանալի։ Ջարդայթային ախտորոշման այդ ճյուղերի։ Մենք ինչ նոր գործողություն ենք ունենալու բարեկամներ, ընկերներ։ Մենք ունենալու ենք հերթականությամբ բանջարեղենի կտրատման գործողությունը, հետո համեմման գործողությունը, հետո արդեն դասավորության գործողությունը։ Եվ ունենալու ենք մի քիչ աղմուկ, կարծում եմ այս։ Ես կաշխատեմ մաքսիմալ անաղմուկ դա անեմ, բայց ինչպես տեսնում ենք, այս տախտակը, որը որ ապակուց է, այո, չի թույլ տալիս, որ ես Իմ տախտակը կարող եմ զիջել ձեզ։ Ոչ, մի զիջեք անի, որովհետև մենք ձեզ էլ հարցեր ունենք։ Ես հասկացա, որ Գեորգը կրկին հայր իշխանությունը բերեց առաջին պլան։ Ես? Այո։ Ոչ։ Այո, դուք հիմա առաջին պլանում եք կադրի, իսկ Անին երկրորդ պլանում Ես է կարող եմ կադրի։ հերվից էլ կտրատել։ Միևնույնն է, պետք է տեղերով փոխվեք, որպեսզի նա լինի առաջին պլանում, բայց պետք չէ տեղերով փոխվել։ Անի, ընդհանրապես Գևորգի հետ կապված ամեն բան պարզ էր։ Իսկ ձեզ հետ ոչ, մասնագիտության ընտրության մասին է խոսքը։ Ձեզ մոտ ինչպես է դա եղել։ Ինչու են որոշել բժիշկ լինել, թե ինչու հենց գինեկոլոգ։ Ինչու բժիշկ, այնուհետև ինչու հենց գինեկոլոգ։ Ի տարբերություն Գևորգի, մեր ընտանիքում բժիշկներ չկան։ Ես մեր ընտանիքի առաջին բժիշկն եմ եւ այդ շատ ծանր եւ երկար աշխատանք էր մեր տանը, որովհետեւ մայրիկս անընդմեջ փորձում էր ինձ համոզել, որ այդ ճանապարհով չարժի գնալ։ Ես դեռ առաջին դասարանից տարբեր լեզուներ էի պարապում, տիրապետում էի շատ լավ լեզուներ եւ իմ ընտանիքը ինձ համար այլ ապագա էր տեսնում, բայց ես շատ համառորեն ասում էի ոչ, ես վստահ եմ, որ ես պետք է բժիշկ լինեմ։ Չգիտեմ ինչպես է դա եղել, մայրս ասում է, որ առաջին անգամ 3 տարեկանում եմ դա ասել, երբ բոլորին հարցնում են ստանդարտ ինչ ես ուզում լինել, ես ասել եմ բժիշկ։ Եվ հետաքրքիր է, որ երբեք չեմ փոխել իմ մտադրությունը։ Մի հատ շատ զավեշտալի դեպք կար, որ մայրս ես 7-րդ դասարան էի արդեն չգիտեր ինչ կիրառեր, որ ես հրաժարվեմ այդ մտքից բժիշկ լինելու, ասեց դու գիտես, որ դու պետքա դիահերձարան գնաս եւ պետք է մահացած մարդկանց տեսնես։ Դե կներեք, բայց 13-14 տարեկանում նման բան լսելը ստրեսային է շատ։
Անցավ երևի 2-3 օր ես վերադառնում եմ դասից, մայրս խոհանոցում ինձ համար սնունդ է պատրաստում, ես հենց նայում եմ մայրիկին, ասում ես պատրաստ եմ մահացած մարդկանց տեսնել, մայրիկ ասում է ինչ մահացած մարդիկ, արդեն մոռացել էր որ փորձել էր ինչ շանտաժ անել, ասեցի, դե ես միևնույն ուզում եմ բժիշկ լինել։ Մաման ասաց լավ հասկացա, ուրեմն անիմաստ է արդեն այս ամբողջ խոսակցությունը շարունակել եւ այդպես ես որոշեցի, որ պետք է ես բժիշկ դառնամ, անկեղծ ասած շատ ռոմանտիզացրել եմ իմ մասնագիտությունը շատ երկար ժամանակ, ցավոք ամեն ինչ այնպես չի, ինչպես մենք միշտ պատկերացնում ենք, բայց ես միևնույն է մտածում եմ, որ եթե նորից ընտրելու լինեի, հաստատ այս ճանապարհը կընտրեի։ Իսկ նեղ մասնագիտացումը Նեղ մասնագիտացումը էլի բավականին ճանապարհ է եղել։ Ես բժշկական համալսարան ընդունվել էի, որպեսզի լինեի մանկաբույժ, որովհետև ես երեխաներին շատ սիրում եմ, բայց հենց դա ինձ խանգարեց մանկաբուժությամբ զբաղվել, որովհետև երբ դու գնում ես կլինիկաներ ու տեսնում ես հիվանդ բալիկներին, հասկանում ես, որ էմոցիոնալ իրականում դա բավականին ծանր աշխատանք է եւ փառք ու պատիվ մեր մանկաբույժներին, էմոցիոնալ շատ դժվար է հաղթարել այդ պահը, որ երեխան հիվանդ է եւ այդտեղ դու համագործակցում ես նախ երկու պացիենտ հետ, նա երեխան է հիվանդ եւ մայրն է, ով որ ստրեսի մեջ է ու միայն մի ուղղությամբ է մտածում, իմ երեխան հիվանդ է եւ այստեղ պետքա կարողանալ ճիշտ բալանսը պահել։ Այնուհետև ես սիրարվեցի ուղղակի վիրաբուժությանը ու հասկացա, որ պետք է այնպիսի մասնագիտություն ունենամ այնուամենայնիվ, որտեղ վիրաբուժությունը իր դերը ունի։ Շատ երկար տարիներ ինձ թվում էր, որ ես ընդհանուր վիրաբույժ եմ լինելու, բայց հետո 3-4 տարի ընդհանուր վիրաբուժությունում հերթապայելուց հետո հասկացա, որ իսկապես կնոջ համար դա շատ ծանր ճանապարհ է եւ ընտրեցի գինեկոլոգիայի մասնագիտությունը, որտեղ համ վիրաբուժություն կա, համ էմոցիա կա, համ լացուցիծախ կա, ասած շատ բազմերանգ է ինքը։ Շնորհակալություն, շատ ներողություն, որ ձեզ շեղեցինք աշխատանքի process-ից։ Հիմա շարունակենք, Գևորգ, կարող եք այլևս չտանջվել։ Ես հասկանում եմ, դուք անձնազոհ կերպով փորձում եք այնպես անել, որ աղմուկ չլինի։ Շնորհակալություն, բայց պետք չէ, կարիք չկա։ Ես չեմ ուզում, որ դուք վնասվեք։ Մինչ խոհանոցի հատվածում նկարահանում իրականացնելը մենք պարզեցինք, որ դուք նաև զբաղվել եք բռնցքամարտով եւ նույնիսկ չեմպիոն եք Եվրոպայի, ասում են, կրկնակի չեմպիոն, ասում են։ Չէ, Հայաստանի կրկնակի չեմպիոն եւ մեկ անգամ էլ Եվրոպայի չեմպիոն, ասում են։ Դե խոսենք այդ մասին։ Կարող ենք խոսել, ինձ բռնցքամարտի նկատմամբ սերը եղբայրս է, այսպես ասած, սերմանել։ Այո, նույն եղբայրը, ով լավ բժիշկ է։ Միջնեկ եղբայրը, ով որ սննդի անվտանգության փորձագետ է։ Ես փոքր ժամանակ շատ կռվարար երեխա էի։ Եվ երբ որ արդեն ում հետ որ կռիվ էի անում, կանչում էին ավակ սերնդին, մեր ժամանակներում տենց մեկը մեկի միասին բան էին անում, որ եկեք ածին նահածին կռվեք, հանգստացեք, գնացեք տուն, վաղվանից բարիշեք, եւ ես մարդու դեմքին խփել չէի կարողանում, որովհետեւ դեմքին խփելը ինձ համար շատ վիրավորական նվաստացուցիչ բան էր, այդպես եմ ես դաստիարակվել։ Եղբայրս որոշեց, որ նման կերպ Հայաստանում ապրել հնարավոր չէ։ Եվ առաջարկեց ինձ երկընտրանք՝ բռնցքամարտ կամ ըմբշամարտ։ Ես, անկեղծ ասած, որոշեցի տեսնել դրական եւ բացասական կողմերը, որովհետեւ փոքրուց վերլուծություններ էի սիրում անել։ Վերլուծեցի եւ հասկացա, որ բռնցքամարտի պարագայում քիթն է կոտրվում, ըմբշամարտի պարագայում ականջները։ Որոշեցի, որ քիթը ավելի քիչ կարեւոր է, քան ականջները եւ գնացի բռնցքամարտի։ Իսկ հիմա բռնցքամարտը ձեր կյանքում ինչ փուլում է։ Բռնցքամարտը, անկեղծ ասած, երբ որ գնում եմ մարզասրահ, աշխատում եմ կամ տանձիկ խփել, կամ եթե հնարավորություն կա, մարզիչ կա, փորձում եմ մարզիչի հետ, հայերեն չգիտեմ դա ոնց է, ռուսերեն կարող եմ ասել, լապա խփել եւ փորձում եմ տոնուսի մեջ մնալ առհասարակ։ Ինչ ենք անում, կներկայացնեք։ Հիմա ճիշտ դասավորությամբ Ինչպես հասկանալ ճիշտ եւ սխալ դասավորությունը։ Տեսեք, առաջի ամենատակի շերտը պետք է միսը լինի, որովհետեւ միսը, ասենց ասեմ, ինքը համ տվողն է, առաջնային։ Երկրորդ շերտը պետք է կարտոֆիլը լինի, որովհետեւ կարտոֆիլը ամենաուշ էփողն է։ Միսը որ տաքանում է, ինքը սկսում է էփել նաեւ կարտոֆիլը։ Իսկ երրորդ շերտը լոլիկը։
մեջտեղում էլ սոխը կտեղավորենք։ Ամենակարևորը դա այն է, որ լոլիկը ինչը որ էփում է, իջնի ներքև, իսկ կարտոֆիլը ճիշտ լավ եփված մնա։ Խարշլամայի վերջում, այդ պատրաստման վերջում ավելի ճիշտ։ Սոխը ասացիք ամբողջական կերպով եք տեղափոխելու։ Այսպես, ուղղակի այսենց 2-3 կտրվածք են վրան անում, որ համը փոխանցելու համար։ Այո։ Եվ որքան ժամանակ է անհրաժեշտ այս միսը պատրաստելու համար։ Ինքը մեղմ կրակի վրա մոտավորապես 2 ժամ ինձ թվում է պետք կլինի որ մնա, բայց քիչ է, քանի որ մենք քիչ ենք այսօր այստեղ։ Կարող է ժամ ու կեսում պատրաստ լինի արդեն իսկ։ Շատ բարի։ Հիմա խոսենք մի փոքր ձեր բիզնես գործունեության մասին։ Խոսենք։ Բժշկություն եւ բիզնես թվում է թե իրարից տարբեր բաներ են, բայց միաժամանակ դուք կարողացել եք ապացուցել հակառակը, որ դրանք շատ համատեղվում են իրար հետ։ Ես դա չեմ ապացուցել, դա ամբողջ աշխարհն է ապացուցել կորոնավիրուսը։ Չէ, ես չեմ սիրում բաներ ասել, որոնք որ ես իրականում չեմ արել, որովհետեւ դա ինքնակոչություն է։ Ավելի լավ կլինի, որ յուրաքանչյուր մարդ անի այն, ինչ իր մոտ ստացվում է, յուրաքանչյուր մարդ պատասխանատվություն կրի նրա համար, ինչ ինքը արել է, եւ չփորձի սեփականաշնորհել բաներ, որոնք ինքը չի արել։ Օրինակ, ես ինքս շատ մեծ նվիրումով փորձում էի ընկալել բժշկությունը որպես առաքելություն, բայց արի ուտես, որ կորոնավիրուսը ցույց տվեց, որ դա մինչև կորոնավիրուսն էր արդեն ապացուցված, բայց իմ աչքերը բացվեցին կորոնավիրուսից հետո, որ բժշկությունը ամենահետաքրքիր բիզնես ոլորտներից մեկն է։ Մի փոքր կմանրամասնեք, թե ինչի մասին է խոսքը։ Իհարկե, ես չեմ ուզում պացիենտի տառապանքները բիզնեսի վերածեմ, որովհետև դա բիզնես չի, բայց առողջապահական ոլորտը որպես այդպեսին ինքը շատ լուրջ բիզնես ուղղություն է, եւ եթե դուք տեսնեք, թե օրինակ ուղեցույցները ինչպես են գրվում այս կամ այն դեղագործական ընկերության կամ նոր հորինած սարքի ուղղորդման արդյունքում, օրենքները ինչպես են ընդունվում այս կամ այն կառույցի նոր ծառայության հիման վրա եւ այլն, կհասկանաք, որ այո, դա բիզնես ուղղություն է։ Իսկ բիզնես ուղղությունը ունի իր կանոնները, բիզնես ուղղությունը ունի իր մարքեթինգը, որ օրինակ առողջապահական ոլորտում շատ սպეციფიկ է, որտեղ շատ տաղանդավոր մարքետոլոգներ եւ շատ տաղանդավոր վաճառողներ, սեյլզմեններ կարող են ամեն ինչ վաճառել, բայց առողջապահությունը, քանի որ ինքը ունի նաեւ էմոցիոնալ կոմպոնենտ, ինքը ունի մարդասիրական կոմպոնենտ, այդտեղ շատ կարեւոր է էթիկական հարցերի, էթիկական նորմերի պահպանումը։ Եվ այդ էթիկական նորմերը ոչ ոք չի կարող այնպես իմանալ, ինչպես բժիշկն է տիրապետում դա։ Արդյունքում ստանալով նաև MBA որակավորում, ես հասկացա, որ դա լուրջ դաշտ է եւ բազմաթիվ կլինիկաներ կան, որոնց այսօր խորհրդատուն եմ ես բժշկական մարքեթինգի եւ ծառայության վաճառքի ուղղությամբ, բազմաթիվ կազմակերպություններ կան բժշկական, որոնց ես խորհրդատուն եմ իրենց միայն մարքեթինգի գծով, կլինիկաներ կան, որոնց նաև որակի վերահսկողության պատասխանատուն եմ ես, այսինքն դա կրթական ամեն անգամ ինչ որ մի հատ նոր աստիճանի ստացում է, որը որ կարծում եմ որ յուրաքանչյուր մարդու եւ յուրաքանչյուր մասնագիտության մեջ է պետք անընդհատ զարգանալ, բայց դա կիրառելը արդեն դա արդեն կախված է յուրաքանչյուր մարդուց։ Ես կարողանում եմ դա կիրառել, համատեղել եւ այդ բժշկական մարքեթինգը եւ բժշկական բիզնեսը, օրինակ իմ ու իմ պացիենտի միջև հարաբերությունների պարագայում որևէ դեր չի ունենում։ Հաջորդ հարցը սենց դա է լինելու, պետք է ասեի արդյոք դուք ձեր առօրյա գործունեության մեջ ձեր գործին վերաբերվում եք որպես բիզնես, թե ոչ։ Ես իմ գործին վերաբերվում եմ որպես իմ մասնագիտություն, իմ այսպես ասած ջանք, որպեսզի պացիենտը առողջ լինի։ Դա իմ բժշկական գործունեությունն է։ Կա օրինակ ուղղություններ, օրինակ էսթետիկ ուրոլոգիան, որտեղ որ պացիենտը ոչ թե տառապում է ինչ որ հիվանդությամբ, այլ մարդը ուզում է օրինակ ձևափոխել իր այս կամ այն օրգանը, դա արդեն միկրովիրաբուժություն է, դա արդեն նոր տեխնոլոգիա է, դա արդեն բիզնես կոմպոնենտն է աշխատանքի, որ պացիենտներ կան, որոնք որ ոչ թե պացիենտ են, այլ վերածվում են հաճախորդի։ Ինքը գալիս է, իր մոտ ամեն ինչ նորմալ է, ինքը ասում է, ես ուզում եմ օրինակ, չգիտեմ, ձևափոխեմ կամ էսթետիկ տեսքը փոփոխեմ իմ այս կամ այն օրգանի, սիրով դա արդեն բիզնես ուղղություն է, որտեղ այդտեղ մարդու կյանքի ու մահու հարցը չի։ Այդտեղ արդեն մարդու ցանկությունն է, որ նա ուզում է օրինակ ձևափոխել ինչ-որ մի բան։ Հասկանալի է։
Ընկերներ, մի պահ հրավիրում եմ ձեր երկուսի ուշադրությունը եւ խնդրում եմ չհեռանալ կադրից, որովհետեւ ինֆորմացիա ունեմ ձեզ համար։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ հաղորդումը եթերում է լինելու շաբաթ օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև կարող եք մեզ հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքր էլ մեր մասին իհարկե, այ հիմա կարող եք գնալ այնտեղ, ուր գնում եք եւ ասեք ուր եք գնում։ Ես գնում էի գարեջուրը վերցնել, որտեղ խաշլաման առանց գարեջրով կամ գինիով համեմելուն, կախված մսի տեսակից, կախված այդ օրվա տրամադրությունից, մի փոքր այնպեսին չի ստացվում, ինչպեսին որ պետք է լիներ։ Այսինքն գարեջրով ենք պատրաստելու։ Չէինք նշել այդ մասին, հենց նոր իմացանք։ Այո, դա սյուրպրիզ թող լինի։ Մի հարց, այս ամենը դուք սովորել եք ինքնուց, թե ինչ-որ տեղից տեսել եք եւ փորձել եք ըստ Գևորգի ադապտացնել։ Ես տեսել եմ, փորձել եմ ինչ-որ ադապտացիա անել, բայց այսպես ասած շեֆ-խոհարար չեմ ունեցել, ինքնուս եմ սովորել։ Մի անգամ շատ համեղ ստացվել, մի անգամ չոր ստացվել, մի անգամ ավելի լավ ստացվել եւ եկել եզրահանգել եմ նրան, թե որքան ինչ պետք է լցնել, որպեսզի ունենալ իրոք համով խաշլամա առատ ջրով, որտեղ օրինակ շատ ջուրել անել պետք չի, որտեղ լոլիկը ինքը արդեն իսկ ջրալի է դարձնում այդ ամենը, միսն էլ դա քաշում եմ։ Այս ընթացքում մենք իմացանք նաև, որ դուք հետաքրքրված եք շախմատով։ Շատ սիրում եմ։ Հաջողություններ գրանցել եք, ինչպես օրինակ բռնցքամարտով։ Ես չեմ զբաղվել շախմատով պրոֆեսիոնալ, ես իմ պապիկն է ինձ սովորացրել շախմատ խաղալ, հետո հայրս կատարելագործել է դա մեջս եւ ես մինչեւ այսօր խաղում եմ այդ խաղը, ինձ համար դա ավելին է քան խաղ, դա մտածելակերպ է, ապրելաոճ է, այսինքն ցանկացած բան, որ անում ես, կլինի դա բիզնես, կլինի դա ինչ-որ բանի ընտրություն, ինչ-որ ուղու գծագրում, դա պետք է շախմատային կերպով արվի, որտեղ ցանկացած բան անելուց, ցանկացած նոր բան անելուց դու հակազդում ես տեսնում։ Եվ այդ հակազդեցությունների դեմ պայքարի միակ ուղղությունը այն է կանխագուշակել հակազդեցությունը կամ կառավարել ուղղությունները, թե ինչ ուղղությամբ են քեզ հակազդելու։ Եվ փառք Աստծո ստացվում է։ Միացնում ենք արդեն։ Այո, փորձենք միացնել։ Ու սպասում ենք մոտավորապես 2 ժամ։ Առավելագույնը 2 ժամ, ես ուզում եմ այսա միացնենք։ Իսկ ինչ ենք անելու այդ ընթացքում, երբ սպասում ենք, որ միսը եփվի։ Ես առաջարկում եմ շախմատ խաղալ։ Ես մի անգամից համաձայնում եմ։ Ինձ հետ թե Դավիթի։ Կարող եմ երկուսի հետ էլ, որովհետեւ միաժամանակ երկուսի հետ կկարողանաք։ Միաժամանակ չեմ կարողանա, միաժամանակ մի անգամ փորձեցի խաղալ շախմատ եւ նարդի, այնուհետև դարձավ բռնցքամարտ։ Չէ, չդարձավ, որտեվ նարդի խաղում էի կնոջ հետ եւ շախմատը հաղթելու ցանկությունը այնքան մեծ էր, որ նարդին պարտվեցի, իսկ ես չեմ սիրում պարտվել։ Բայց դուք լրիվ հակառակը ինձ ասացիք, որ դուք սիրում եք պարտվել։ Ես շախմատի պարագայում սիրում եմ պարտվել, որպեսզի սովորեմ, բայց շախմատը այն բանն է, որ դու ամեն ինչ անում ես, մաքսիմալ ուժերդ ներես դնում, որպեսզի ցույց տաս, որ դու ավելի հեռատես ես, ավելի պլանավորող ես եւ այլն, բայց պարտվելուց ավելի մեծ հաճույք եմ ստանում, որտեղ յուրաքանչյուր նոր պարտիայից նոր բան ես սովորում։ Հուսամ ինձ մոտ այսօր կստացվի ձեզ հաճույք պարգևել։ Սիրով կսպասեմ։ Ես առաջարկում եմ դադարեցնենք նկարահանումը, գնանք շախմատ խաղալու, մինչև միսը կեփվի, որովհետև կարծես թե Անին ավարտեց աղցանի պատրաստումը։ Դե ուրեմն կհանդիպենք արդեն շախմատի սեղանի շուրջ, այնուհետև համտեսման ընթացքում։ Շնորհակալություն։ Սենց ամբողջ ընթացքում դու առաջին պլանում, հա, Անին որպես խոհարարի օգնական մնաց ետին պլանում, ճիշտ էր այդպես Գևորգ։ Չէ, իհարկե։ Դե Անին երբեք չի կարա երկրորդ պլան լինի, որտեղ Անին իմ կյանքի մոտիվացիան է, իմ ուժն է, իմ թևթիկունքն է, երբ որ ցանկացած տղամարդ էլ իր կյանքում տենց բաներ ունի, երբ որ ինչ որ էտապ է գալիս, որ դու շատ նեղված ես ինչ որ բանից, ինչ որ մի բան չի ստացվում, ինչ որ մի բան ճիշտ չի գնում, այնպես չի գնում, դու գնում ես այն մարդու մոտ, ով, չգիտեմ, ում որ երևի թե ամենաշատն ես վստահում քո։ Այսինքն կարելի է ասել, որ քո հաջողությունների գրավականը Անին է։ Իսկ որևէ մեկը դա հերքել կարող է։ Իսկ ինչ որ մեկը կհամարցակվեր հերքել դա։
Հայրիշխանության պարագայում Գնանք շախմատի իշխանության ես իմ կնոջը շատ եմ սիրում, ես իմ կնոջը շատ եմ գնահատում եւ ես կարծում եմ, որ իրական տղամարդու կերպարը այն չէ, որ կնոջը երկրորդ պլան է թողնում, այն կերպարը չէ, որ կնոջը, չգիտեմ, Աստված հեռու պահի իհարկե, ձայն կամ ձեռք է բարձրացնում վրան։ Յուրաքանչյուր տղամարդ, եթե ինքը վստահ է իր տղամարդկության վրա, ինքը իր կնոջը միշտ առաջին պլան է մղում։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Ճիշտ ասեցի, չէ՞։ Ոչ մի բան չխառնեցի։ Ոնց գրած էր, տենց ասել էր, չմտածեցի։ Ոնց գրե տվել էր ձեռս, Ոնց գրել էր, տենց ասել էր։ Գևորգ, դուք որպես փորձառու շախմատ խաղացող, ինչպիսի պայքար է ընթանում։ Ես փորձառու չեմ շախմատի մեջ։ Կարծում եմ, որ հավասար խաղ է ընթանում։ Լավ։ Հասցրեց։ Գևորգ, Շատ հաճելի էր։ նմանապես։ Ես երջանկացրեցի ձեզ, այս ամեն ընդհանրապես ձեզ երջանկացնելու համար էր արվում։ Այո, շատ հաճելի էր, կարող եմ կրկնել։ Սիրով, բայց արդեն կադրից դուրս երևի թե կրկնենք։ Սիրով։ Մենք արդեն կամաց քաղցում ենք եւ ես լիահույս եմ, որ մենք նաեւ ոչ միայն հաղթանակներով, այլ նաեւ կուշտ կհեռանանք։ Միանշանակ։ Շնորհակալություն։ Բարեկամներ, անցավ միջին վիճակագրական վիրահատության ժամանակահատված եւ մենք արդեն սեղանի շուրջ ենք վայելելու ենք բժիշկների պատրաստածը։ Բայց մինչ այդ պետք է խնդրեմ, որպեսզի անվանակոչեք այն ամենը, ինչը դուք պատրաստել եք։ Դուք խաշլաման, իսկ դուք ամառային աղցանը։ Այո։ Յուրահատուկ անուններ հնչեցրեք նրանց համար։ Բժշկի խաշլամա։ Բժշկի խաշլամա, շատ լավ։ Բժշկի աղցան։ Մեդմիթի աղցան։ Հասկացաք կրեատիվը որտեղ է։ Մարքեթինգը ստեղ է։ Ես միշտ ասել եմ ու չեմ ժխտել, որ կանայք անհամեմատ ավելի կրեատիվ են, քան տղամարդիկ, չնայած հայրիշխանությանը։ Այո։ Գևորգ, սա հատուկ ուտելու ձև ունի, թե ուտում ենք այնպես, ինչպես հարմար է յուրաքանչյուրիս։ Ուտում են այնպես, ինչպես ցանկանում են։ Խնդրում եմ կհյուրասիրեք, Միանշանակ։ որովհետև ես հասկացա, որ դա ձեզ համար շատ կարևոր գործընթաց է։ Այո։ Եվ պետք չէ զրկել այդ ամենից։ Շնորհակալություն։ Դուք այսօր ամեն ինչ արեցիք, որպեսզի իմ ցանկացած կապրիզ իրականություն դառնա, սկսած շախմատում պարտվելը եւ ավարտած հյուրասիրությունով։ Շնորհակալություն։ Բայց բավական է այսքանը։ Դուք ջուրը չեք սիրում։ Ես ամեն ինչն էլ սիրում եմ, բայց դա կարծում եմ արդեն նկարահանումից դուրս կվայելի։ Շատ լավ, շատ լավ։ Անի ջան։ Սկսեմ արդեն, թե սպասեմ ձեզ ընկերներ։ Կարող եք սկսել, իսկ կարող եք սպասել։ Բայց միգուցե եթե սկսեմ համին չդիմանամ եւ չկարողանանք շարունակել։ Դա էլ բացառված չէ։ Բայց շատ հաճելի է բուրում, գարեջրի համը եւ բույրը փոխանցվել է վստահ եմ, բույրը հաստատ։ Շնորհակալ եմ։ Համը դեռ չեմ փորձել։ Շնորհակալություն։ Եվ մենք նաեւ վայելելու ենք այսօր ալկոհոլային թրմվածք, ճիշտ է։ Թրմվածք, այո։ Թուրմ կարելի է ասել։ Այո։ Դա էլ բժշկի հոգեպահուստներից է։ Հոգեպահուստներից։ Այո։ Կարիքը լինում է։ Հոգեպահուստ ալկոհոլի Այո։ բժշկի մոտ։ Այո։ Դա անլուրջ է արդեն։ Ես դրա Իհարկե համար կարիքը լինում է։ Իրոք, ինձ թվում էր, որ միշտ պետք է լինի բժիշկների մոտ ալկոհոլ։ Բժիշկների մոտ միշտ կա ալկոհոլ, բայց կա յուրահատուկ ալկոհոլ, որը որ հատուկ առիթներին ենք բացում։ Հասկացա։ Եվ դա հիմնականում գործարանային արտադրանք չի։ Բարի, դե ասացեք մի որևէ բան։ Ես միշտ ասում եմ, լինենք առողջ եւ հաջողակ, մնացածը ինքնուրույն կկարողանանք անել։ Շատ բարի, շնորհակալություն, ես համաձայն եմ ձեզ հետ, վայելենք այժմ այն ամենը, ինչը պատրաստել եք մեզ համար։ Շատ հաճելի նուրբ համ ունի, ոչ շատ թունդ։ Ող ինչ է։ Այո, Ո՞ւմ է պետք շատ թունդը։ Խմում ենք, որ հաճույք ստանանք, չենք խմում, որ տենց արբենք։ հարբելն է չէ։ Իրեն ավելի թույլ խմիչքից ավելի շուտ են հարբում, քան ավելի ուժեղ խմիչքից։ Գիտական բացատրություն ունի դա։ Այո, որովհետև դա ավելի շուտ է ներծծվում ստամոքսում, հեղուկային ջրային բաղադրամասը ավելի շատ է։ Եվ խմելը ոչ թե ինքնանպատակ է, ոչ թե տղամարդկության ցուցադրություն, այլ հաճույք է, որտեվ սա էլ պետք է համ ունենա, սա էլ պետք է հոտ ունենա եւ չի կարելի ծայրահեղությունների գիրկը ընկնել։ Այս բարի ախորժակ։ Շատ անմահական, ընտիր,
Ինչպես միշտ իմ համար աղապակաս, հա, բայց մենք արդեն դրա մասին խոսել ենք։ Շնորհակալություն եւս մեկ անգամ ընկերներ, մեզ բարի ախորժակ։ Կհանդիպենք արդեն մի փոքր ավելի ուշ։ Ես բավականին քաղցած եմ։ Բարի ախորժակ։ Շնորհակալություն։ Բարի ախորժակ։ Գևորգ, Ինքը աղա Նալյուբիցելը։ Մի հատ սև ու կարմիր բիբարն է բերել։ ճաշակի։ Իսկ հիվանդներն էլ են այսքան արագ ապակինվում ու սենց լավ արդյունքով։ Եթե ժամանակին դիմում են բժշկի, հիմնականում արագ են ապակինում։ Ընտիր։ Խոսքեր չունեմ։ Շնորհակալություն գովերքի խոսքը։ Չէ, գովեստի խոսքեր չեն, անկեղծ խոսքեր են։ Ուղղակի չեմ գովում, էլի օթում։ Մերսի շատ։ Ձեզ։ Գևորգ, ավելի լավ սարքում, հա դու։ Նայած ինչ։ Ինքը։ Հա։ Ես սիրում եմ էքսպերիմենտներ անել ու սարքում եմ այնպիսի բաներ, ինչի մենք տենց սովոր չենք ուտել։ Հասկացա։ Գևորգը հիմնականում միս է սիրում սարքել։ Էլ հարցեր չեմ տալիս։ Գնացինք։ Ես կարծում եմ, որ միս սարքելը ավելի տղամարդկային գործ է։ Բարեկամներ, եւս մեկ անգամ շնորհակալություն ֆանտաստիկ օրվա, հրաշալի ուտեստների եւ անցկացրած հիանալի ժամանակի համար։ Ձեզ շատ շնորհակալություն հյուր գալու, շատ արժեքավոր նվերների եւ հիանալի միջավայրի համար։ Շնորհակալություն, լավ մնացեք, ձեզ մաղթում եմ օրվա հրաշալի շարունակություն։ Շնորհակալություն, ստեսություն։ Հաջողություն։ Շնորհակալություն, որ պարապածել եք։ Հարգելի ընկերներ, բոլորիդ մաղթում ենք սեր, երջանկություն եւ հյուրընկալություն։ Հաճախ հյուրեր ընդունեք, դա հաճելի է։ Միշտ ջան կարելի է, Միշտ։ բայց ինչի՞ չեք գոռում հաջորդը։ Չեմ գոռ, բայց խի գոռայինք հաջորդը, լավ բաներ ասացինք ձեր կամերային։ Դե հետո, բայց ինչի՞ չեք գոռում հաջորդը։ Չենք ավարտել, երկար էր կերել։ Հաջորդը։ Այդ չեք անում տենց բաներ, չէ՞։ Ձեր մոտ չի կարելի տենց ասել։ Բուժքույր կա, որ դուրս է գալի, ասում է եկեք։ Հասկացա։ Մտեք, մոտեցեք։ Իմաստը ո՞րն է գոռաս։ Я не сладкий совсем, я созрел для решений. Притворяться устал от таких отношений. Натуральный во всем, и таким будет ужин. Я добавлю его, он для этого нужен. Кетч, 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 кетч. Женщина, слушай, мужику нужен настоящий ужин. Նորույթ Մարանիկից։ Մարանի կամեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի կամեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Arabica cappuccino. Enjoy rich and creamy foam with choco granule. Arabica cappuccino. Authentic cafe experience anytime, anywhere. Система Organic Control подтверждает безупречную природную чистоту масла Слобода. Слобода Organic Control. Проверенное качество природного продукта.